Այսօր ես լցրել եմ իմ ստուդիան 30 միլիոն փաթեթավորման սպունգերով, որպեսզի կրկին մանկությանս երազանքներից մեկն իրականություն դարձնեմ։ Երբ ստուդիաս ամբողջովին պատրաստ լինի, հրավիրելու եմ իմ ամենափոքրիկ հետևորդին։ 1, 2, 3, Ռաֆա։ Եվ ընտանիքիս անդամներին։ Ուտելուչը չէ, я так думаю։ Անելու ենք տարբեր չելենջներ եւ խաղալու ենք տարբեր խաղեր։ Այս ինչ դժվար է։ Չկան, արա չկան։ Ախակայի ձեռիս։ Բայց ամենաառաջինը մեզ պետք է գտնել 30 միլիոն փաթեթավորման սպունգ։ Լոս Անջելեսի բոլոր խանութները զանգահարելուց հետո վերջապես գտա 2 խանութ, որոնք ունեին այդ ահռելի քանակությունը։ $3500։ Հա, ուզում եմ, մենակ խնդրում եմ հնարավորինս շտապ։ Հավատաս ոնց որ չգա, փաթեթավորման սպունգերն արդեն այստեղ ու միասին հենց հիմա կդատարկենք։ 3, 2, 1։ Այս անգամ այս մի մեքենան չի, 2 մեքենա է։ Սկսում ենք դատարկել։ Անցած 20 տոպրակի փոխարեն այս անգամ 50 տոպրակ եմ պատվիրել։ Գնացինք։ Պարկերը մինչև ստուդիայում դատարկելը ամբողջը սկզբում դրան դիմաց կդնենք։ Երդվում եմ ես, գիժ եմ ու հանուն YouTube-յան վիդեոների պատրաստ եմ ուղակի ամեն ինչի։ Խնդրում ստեղ նայեք, դատարկում են, ուղակի չի ավարտվում։ Երկրորդ մեքենան նույնպես հասավ։ Շաբաթօրվա վիդեոն լեգենդար է լինելու։ Գնա հետևիր Instagram-իս։ Հավատես չի գալիս, վերջին տոպրակն է, գնացինք։ Եկավ այս ամեն ինչը ստուդիա տեղափոխելու ժամանակը։ Ահա եւ վերջ 50 պարկը գտնվում է ստուդիայի առջև, ժամանակն է որ այս ամեն ինչը դատարկենք ստուդիայում։ Գնացինք։ Ստուդիան այս վիճակով լավ իշ է, քիչ հետո էլ էս տեսքը չի ունենալու։ Ինձ թվում է ամբողջ տարածքը մինիմումը մինչև այստեղ ծածկված է լինելու։ Անցանք գործի։ Վերջապես սկսում ենք առաջին պարկից։ Օրո։ Չգիտեմ լավ բան եմ անում թե չէ, բայց ես արդեն մտածում եմ թե ոնց եմ այսքանը հավաքելու։ Դե ինչ, ես արդեն պատրաստ եմ։ 3, 2, 1 Օրո։ Հավատս չի գալի, որ ես հիմա սա անում եմ։ Ախր շատ տարբեր է, այս վիդեոյի առաջին մասում դատարկ սենյակ է ուղակի լցնում, իսկ հիմա հերթը հասել է ստուդիայից ու վերջում չգիտեմ ոնց եմ այս ամեն ինչը հավաքելու։ Հերթը երկրորդ տոպրակինն է։ Հերթը երրորդ տոպրակինն է, գնացինք։ Էսա ձիվանը սաղ փչանալու է այս սպիտակ բաներից։ Ես ինչ շատ է, ասված իմ հլը 6 տոպրակ ենք ընդամենը լսե ու խնդրում եմ ստեղ նայեք։ Այս ինչ հոգնես սիշ գործ է, բայց ահա որ հավես է մեկա։ Դեր ընդամենը 8 տոպրակ է ստեղ պատկերացնում եք։ Չոքնոց եմ էլի ես պարկի եմ։ Օֆիցիալ համարում եմ խրախճանքները սկսված։ Հագենք Ռաֆոին մի հատ։ Դե հիմա գտեք Ռաֆոին։ Հավատաս չի գալիս, որ դեռ այսքան տոպրակ կա։ Այսօր չենք բրծնելու։ Լցրա։ Օրո։ Դե չեմ ուզում տեղիցս վեր կենամ։ Հրաշք, ուղակի հրաշք։ Ու դեռ 30-ից ավել տոպրակ պետք է լցնել։ Արդեն դուրը բացվելուց սաղ դուրս է թափվում, դրա համար հնարավորինս պետք է կոկիկ անենք այս ամեն ինչը, որ դրսում սրանք չհայտնվի։ Ծաները օրա։ Հələ նոր ենք սկսել վիդեոն, բայց ես անկեղծ արդեն հոգնել եմ։ Այս մեկը առաջարկում լցնենք բազմոցի վրա։ Արա, դզես։ Օրա լավ ես ինչ հա։ Հիմա ես եմ լցնում քո վրա։ Չան ես էլ նման բան։ Հələ հելի Ռաֆո, ուր է հուդիդ։ Տանն եմ մոռացել։ Այսինքն տանն ես մոռացել հուդիդ։ Գլուխս տանը մոռանայի։ Այո, գլուխը տանը մոռանայր, իմ հավատաքեզ նարնջագույն հուդին, որը կարող են ձեռք բերել բոլոր զանգագրատներից, չմոռանայր տանը։ Շոկ է։ Ոչինչ, հիմա կբերեմ կհակնես։ Էս էլ Ռաֆոյի հուդին, հանի դա։ Չեմ ուզում։ Հակել, հակի։ Վարկյան առ վարկյան ստուդիան ուղղակի անճանաչելի է դառնում։ Գնում եմ մյուս տոպրակների հետևից։ Հետո ով է հավաքելու այսքանը։ Ես ու դու։ Դու ու Ես։
Բկա գիտես նկարում ենք վերջում պետք է մենակով հավաքեմ։ Ես ու դու ենք հավաքել։ Բկա գիտես տրուկ եմ։ Ստրուկ չէ, ստրուկ ենք մեր սիրելի հետևորդներին։ Այո, այս ամեն ինչը հանուն ձեզ ենք անում, որ դուք վայելեք այս վիդեոները։ Հեսա սաղ բերելու եմ այտենց գցեմ վրետ։ Լավ քո համար պարկած ես էլ, ես աշխատում եմ։ Չի վերջանում ուղակի տոպրակները, չի վերջանում։ Դեռ 11 հատ էլ կա դրսում։ Ահա եւ վերջ սաղ տոպրակները արդեն գտնվում է ստուդիայում։ Եկեք հերթով սկսենք բացել։ Ունեմ մի հետևորդ, ով էսպայն ստուդիայի արջևը ու չգիտի թե ինչա ներսում կատարվում։ Եկեք գնանք դիմավորելու ու տեսնենք ռեակցիան։ Կընտրում ստեղն է երազանք, հա։ Հավատում ես աշկերիդ։ Ես ինչքան է այս սրանցից։ 30 միլիոն հատ։ 50 հատ այսպես տոպրակ է ստեղիմը։ Դավայ, պարկի էլը։ Լավ էր։ Հա։ Էդոն հասել է ու հիմա ես գնում եմ դիմավորելու։ Ես պատկերացնում եմ Էդոյի ռեակցիան ինչա լինելու։ Թող գա մի քիչ օգնի, հա, մեզ հենց խնդրում ստեղն է։ Այսքանը բացել է դեռ պետք։ Ստեղ է Էդոն։ Վաու։ Օրա ის ինչ շատ է։ Չափից դուս է, չէ՞։ Հələ արի։ Արա գիրեք։ Հələ խնդրում եմ ստեղ նայ։ Չեմ հավատում։ Վաու։ Մարկ ես քեզ ասեցի հել։ Պարկի։ Հələ անկեղծ ասա, ոնց որ երազանքների աշխարհում, չէ՞, հայտնված լինես։ Հիմա ստեղն է, երազանքների ջրվեժն է, այսին այ։ Վերջին 3 տոպրակներն է մնացել, որը հիմա Ռաֆոն լցնում է։ Նախա վերջին տոպրակն է, գնացինք։ Էդոյի վրա։ Վերջապես վերջին տոպրակն է։ 3, 2, 1։ Առաջի անգամ նորմալ պարկեցի։ Արա ինչ ես անում, խեղդվեցի։ Այժմ իմ տարիքով ամենափոքր հետևորդն է գալու Նաոմին, ով է հիշում Նաոմին։ Իր այդ մի քանի դրիլ եմ նկարելու գցել շորտ, հիմա ինքն է գալու ու տեսնենք Նաոմիի ռեակցիան ինչ է լինելու, որ մտնի ներս ու տեսի ստուդիան այս վիճակի է հասել։ Հասնում է։ Նաոմի։ Էս ինչ է, լարի։ Ոյ, Նաոմի, ես ինչ է։ Լարի, արի մոտս, արի։ Այ։ Հավես, հա։ Նայ, 3, 2, 1։ Հավես, հա Նաոմի։ Կամոդ մի վարկյան։ Ես կարելի գլխարկնեմ։ Հենց մոտ հոտ քաշեմ էլի։ Վող, ծեծ։ Nice. Նաոմի մայրիկն է թխել։ Համովա։ Բոմբա։ Լուրջ։ Հա, ընտիր։ Պատվերների համար զանգը հարեք։ Համարը ներքևում կթողեք։ Նամի դե դերետ։ Նաոմի ինձ նայ։ Մի լացի։ Հիմա երեքով կբարձրանանք վերև, կթռնենք հերթով ներքև ու վերջում Նաոմին կգնահատի թե ով է հաղթողը։ Ով լավ թռնի ինքը հաղթում է։ Առաջինը։ Ռաֆոն։ 1, 2, 3։ Լավ թռավ, լավ էր, հաջորդ ով է թռնում։ Էդոն։ 1, 2, 3։ Կարո։ Գնացինք, ես եմ, պատրաստ ես։ 3, 2, 1։ Տվեցի ջարդեցի արմունկս։ Ով այս մրցույթի հաղթողը, ասում ես հիմա։ Ռաֆոն։ Ռաֆոն հաղթեց։ Ուրա! Բայց օրինակ ինչի Ռաֆոն հաղթեց։ Լավ էր անում։ Ինչն էր լավան։ Ինքին լավ էր անում։ Թռնոցի։ Երկրորդ տեղով է։ Օրա ուշքը գնացել է Նաոմի։ Ստեղ ես շոքին չէներգետիկը փրկում է։ Մոխիտոյի համը իմ ամենաֆավորիտն է։ Նաոմի, հիմա դու ընտրում ես մեզանից մեկին, այդ մեկը պաղկվում է այս պունգերի մեջ, ու դու գտնում ես այդ մեկին, ով է պաղկվում, ասա։ Ոչ մեկ։ Ոնց ոչ մեկ։ Ես պաղկվեմ։ Հոգնեց։ Էդոն։ Ես կպահկվեմ։ Всё, Նաոմին է պաղկվում։ Քիթիզա
թիթիզավարի եմ։ Դու միշտ ես թիթիզավարի, միշտ։ Նաոմի մամայի ամուսնության ոսկուց մատանին ընկելա հաթեթավորման սպոնգերի մեջ։ Շնորհավորում եմ բոլորիս տղաներ, շնորհավորում եմ, հիմա պետք է ընկնենք ու ման գանք։ Ով գտնի մատանիս իր համար կարտոշկի ժարիտ եմ սարքում։ Ես եմ սիրում կարտոշկի ժարիտ։ Այն դրա սարքած կարտոշկի ժարիտը ինչ պետք է ունի։ Անհնար է, ուղղակի ես սրա միջից գտնելը։ Արդեն 20 րոպե է ման ենք գալիս։ Չէ, ապարդյուն է։ Թվում է կապու մենք իրար դորակում է բայց սիրտը քիթիդա ու մնում է բայց օ քոքիդա։ Այդ ոնց է այդքանը սովոր է օրինակ։ Ինչի մասին է այդ երգը։ Ռաֆոն ճիշտ հարց է տալ, ինչի մասին է այդ երգը։ Նա հիմա մենք խափում ենք իրար։ Ես էլ եմ խափում, դու էլ ես խափում։ Ընդամենը 120,000 հոգի է մնացել, որպեսզի YouTube-ը մեզ ուղարկի այս կոճակի ոսկե գույնը։ Այս տարի մենք միասին պետք է դառնանք առաջին հայկական բլոգինգ ալիքը, որ կհատենք 1 միլիոն բաժանորդի սահմանը։ Պատկերացնում եք իմ վիդեոները նայողների 60%-ը չի սեղմել այդ նշանի վրա։ Եթե հենց հիմա բոլորը սեղմեին, մենք ընդամենը 1 օրում կարող էինք հասնել 1 միլիոնին։ Այնպես որ ես հրաշքների հավատում եմ բաժանորդը գրվիր ալիքին, իսկ մենք շարունակում ենք։ Վերջապես եկավ վիդեոյի իմ ամենասիրելի հատվածը։ Խաղում ենք ավանդական պահկվոցի, տեսնենք այս անգամ իրար գտնելը հեշտ է լինելու սրանց միջից, թե ոչ։ Ուրեմն ամենաառաջինը ես դուրս կգամ ստուդիայից, ուղիղ 1 րոպե ժամանակ ունենաք պահկվելու այս փեքինգ ֆինատների մեջ, այնուհետև 1 րոպե անց ես կմտնեմ ներս եւ կփորձեմ գտնել ձեզ։ Դե ինչ, ես գնացի ստուդիայից դուրս։ Ձեզ բարի ժամանց, հեշտ կպահկվեք, որ կարողանամ գտնեմ։ Մի րոպեն գնաց։ Հերու գնա դռնից որ չլսես։ Զուգարան չմտնեք։ Տեսնես հեշտ է լինելու գտնելը թե չէ։ Նախորդ անգամ որ սենյակը լցրել էինք, սրապես շատ չէր փաթեթավորման սպունգեր ու սենց մեծ չէր տարածքը։ Ինձ թվում է այս անգամ ինձ բավականին բարդ է լինելու տղաներին գտնելը։ Արա ձեն չի գալի է։ Ընդհանրապես ձեն չկա։ Հերու գնա դռնից։ Արա։ 9 վայրկյան է մնացել։ Ժամանակը պրծավ։ Չեք պրծել պահկվելը։ Հերու գնա դռնից վայ։ Վայ, հերո եմ գնում, լավ։ Մի րոպեն վաղուց ավարտվել է ու դեռ չեն հասցրել պահկվել։ Ինչ արած, մի քիչ էլ ենք սպասում։ Կամ սա ինչ կա։ Ինձ թվում է արդեն պատրաստ են։ Օժո։ Որա ուր կլնեն։ Աստված իմ, էս ինչ դժվար է լինելու ինձ։ Դե ինչ, 1 րոպես գնաց։ Արա ուր են։ Չեմ հավատում։ Էս ինչ դժվար է։ Արա ուր եք։ Չկան։ Արա չկան։ Մեկին գտել եմ, ստեղ գտել եմ մեկին։ Գտա։ Արա էս ինչ լավ տեղ էր պահկվել։ Ոտերը սեր տեսը։ Ոչ մի բան չէի տեսա, պրոստը մտածում եմ սեղանի մոտ մեկը կլինի։ Էսա սեղանի տակ էր։ 20 վայրկյան ժամանակ ունեմ, այդ դույնա պետք գտնեն շուտ։ Ուր է սարա։ Ճիշտ ես հուշում։ Հա։ Օրա չեմ հավատում։ Շունչդ կտրվեց։ Օրա սուտա։ Օ չեմ հավատում, ես ոնց եմ մտել դարակի մեջ։ Ժամանակն է հենց նոր պրծավ։ Օր ոնց է տեղավորվել։ Չեմ հավատում, ուղակի սուտ է։ Դու ձեռդ։ Օրա, ես հպարտ եմ, օրա ոնց է մտքովդ անցել։ Այս դարակի չափը նայ։ Գիտեք ինչ փոքր դարակ է, ոնց է, ոնց է մտել ընդհանրապես։ Սիրան ասում։ Չի ասե, արա սխալ տեղեր ուշում, դու քեզ պալի տարի հավայի բացիր դուռը։ Չի դիմանում։ Արա բայց լուրջ ապշած եմ, ահա որ ապշած եմ։ Ձենես լսել դրվան տակից։ Ընդհանրապես բան չեմ լսել։ Սեղանի տակից են լսել ես։ Չէ, պրոստը մտածում ես սեղանի տակ հաստատ մեկը կֆայ մեկ պահկվեք։ Այժմ ուշադրություն։ Հիմա Ռաֆոն դուրս է գալիս եւ ես ու Էդոն պահկվում ենք։ Գնացինք։ Ես բարի ժամանց գնացի ես։ Շատ ձեներ ճողում եք։ Ու պահկվեմ, մտքից տեղ չի գալի, լուրջ եմ ասում։ Որոշել ես թե պահկվի։ Հետո ֆրալյա տենարի մտի նորմալ տեղ պահկվի։ Դու գիտես։ Կարամ հիմա ես կարայի պես դաղալություն անեմ, սենց ականջս դնեմ դռանը, լսեմ որտեղից է ձենը գալի, որ գնամ պահկվեմ, բայց չեմ անում, որտեղ խի անեմ։ Բայց կարամ անեմ, որտեղ խի չանեմ, որտեղ է դաղալության հնարավորությունը տրված է, կարամ չանեմ, ինչի չանեմ։ Էй, սպասի, չենք պահկվում, մտածում ենք։ Ասում ես սպասի։ Ուրեմն ես որոշել եմ պահկվեմ։ Սիվանի բարձի տակ։ Մտի։ Դուք տվեցին նշանակում է պատրաստ են։ Պատրաստ եք։ Հա։ Գնացինք։
Ոտս բռնեց։ Այսինքն ես չգիտեմ որ դուք ստեղ Ոտս արա, մի անգամից գտա։ Գրեցի։ Ոտես լավ շենք պահել է դու։ Ես ոտը չեմ տեսել։ Ես եկել եմ մի անգամից այս բարձրած տեր դրած, այսինքն ես չգիտեմ որտե բարձ դրած չէր։ Դրա համար ոտը գտա, բայց ես նույնիսկ չհասցրեցի րոպե պահեմ։ Այսինքն ես հաղթեցի։ Հələ որ ամենաարագը հասցրեց Ռաֆոն գտնել, տեսնենք Էդոն ինչ կանի։ Էդ, քո երթն հիմա դու ես դուրս գալիս ու ես ու Ռաֆոն պահկվենք։ Գնա, հաջողություն։ Էդոն վստահ եմ ամենաշուստրին ալինելու ամենահեշտն է գտնելու, դրա համար հնարավորինս բարդ տեղ է պետք գտնել ման գալու։ Ռաֆոն ահա որ հավես պահկվելու տեղ է մտածել, գնամ Ռաֆոնին օգնելու։ Երկուսս իրար կողք պահկվենք, չչոքի որ մեկից գտնի գնա ուրիշն ման գա։ Իրար հետ, դավայ։ Ռաֆոն, այ այստեղ է։ Ես դինելու եմ, այ այստեղ։ Ժամանակը գնաց։ Մեկը բարձի տակ է հաստատ։ Չէ։ Ես էլա որ դու չգտնես։ Դու գիտես ես դեմ։ Չէ։ Չէ, կատակ եմ անում, չէ, չէ։ Կայի ձերիս։ Էշտես գթե Ռաֆոին։ Մտա ասի մեկը բարձի տակ է։ Ու հելավ ինքը հաստատ փոտով դաստակիս ես կայնը մխկտում է պրոստը։ Որտեւ արա այսինց երկու ախվել քայլում։ Մինչ կշարունակենք ձեր գրած մեկնաբանություններից եմ ցանկանում ընթերցել։ Կարո ջան կգնաք լքված վայրերը։ Ես շատ եմ սիրում այդ լքված վայրերի ֆորմատը։ Գնացեք։ Եթե դու ես ցանկանում որ էլի այցելեմ լքված վայրեր, ապա դիր քո կողմից լայք ու գրիր մեկնաբանություն այդ մասին։ Կարո դու հիշում ես, չէ՞, որ փետրվարին պետքա սունդուկը բացես։ Կարո հիշում ես անցած տարի փետրվարի 29-ին սունդուկ։ Ուզում եմ ասել, որ այո, հիշում եմ, ոնց կարամ մոռանամ ես տենց բանը։ Ես սունդուկ եմ թաղել ու պետքա ուղիղ մի տարի հետո բացեմ այդ սունդուկը։ Ես հիշում եմ դրա մասին ու անպայման այդ վիդեոն լինելու է։ Եթե ցանկանում ես որ քո մեկնաբանությունն էլ ընթերցեն վիդեոյում, ապա հենց հիմա ինչ որ բան գրիր մեկնաբանություններում։ Էդոն շատ հարգելի պատճառներով մեզ պետքա լքի։ Ես ու Ռաֆոն արդեն կշարունակենք նկարանելը։ Շնորհակալություն քո հետ։ Շատ հաճելի էր Էդուարդ։ Գործերիդ հաջողություն եմ մաղթում։ Միշտ երկինքդ կապույտ լինի։ Տարվա բոլոր եղանակները թող գարուն լինեն։ Միշտ գործերը ծաղկեն, բարգավաճեն, աճես դառնաս միլիարդատեր։ Փոխադարձ։ Քանի որ հիմա ոչ ոք չկա, միայնակ ենք ես ու Ռաֆոն, ժամանակն է ամբողջովին հավեսներս հանելու այս ամեն ինչից։ Հիմա ձեր շատ սիրելի Կարոն կբարձրանա խոհանոցի այս վերևը եւ վերևից կցածկի ներքև։ Գնացինք։ Օրո։ Աստված իմ էս ինչ բարձր է։ Դե ինչ ես պատրաստ եմ։ Գնացինք 3, 2, 1։ Օյո։ Ես ես կանով չեմ սահմանափակվում։ Էլի շարունակում ենք եւ Արա ես ինչ հավեսա։ Եվ Այո, ուզում եմ գիշերը ստեղ քնեմ։ Շատ կայֆ է, Ռաֆ, շատ։ Հլնայեք Ռաֆոն ինչ ուրախ է։ Տարվա երկ մրցանակաբաշխության մրցանակն է ավելացել։ Ավելացել է չէներգետիկի նոր բաբլ գամի ու մոխիտոյի պլաստիկ շշերը եւ ամենավերջում ավելացել է նարնջագույն փոքրիկ գիտար, որը հիմա ձեր համար կնվագեմ։ Այս պայնին ձեռքերում գտնվում է տուփ, որի մեջ պահել եմ անակնկալ Ռաֆ, որը ես հենց հիմա թաքցնելու եմ։ Դու պետքա փորձես գտնելու, տեսնել թե ինչ է գտնվում տուփի մեջ։ Դու արդյոք պատրաստ ես, Ռաֆ։ Հասկացա։ Ռաֆոն պատրաստ է։ Մինչ Ռաֆոն դրսից կգա ներս, եկեք հասկանանք թե որտեղ ենք թաքցնում։ Ինձ թվում է այն անկյունում։ Գնացինք։ Կթաքցնեմ հենց այստեղ Queen Mary տակ։ Այսինքն ծածկում ենք։ Կարծում եմ ուղակի իդեալական է։ Եկեք արդեն ներս կանչենք։ Ռաֆո, արի ներս։ Արի։ Մոտավոր պատկերացում ունես թե որտեղ արինելու։ Որտեղ։ Սրանց տակ։ Այս տեսախցիկը հանձնում եմ քեզ, անցի գործի։ Գոնե փող կա մեջը։ Փող։ Չգիտեմ, գնա մանարի կտեսնես։ Սառնես։ Ավելի սառեցի, Ռաֆ, շատ սառնես։ Ուր է տեսնե։ Չանում։ Նորմալ ման արի վայ։
Տեղա, սրա հետևն է։ Դե նայ, չգիտեմ։ Դա սիրուն դի, սիրուն։ Նայ։ Ա Так. Տեսնես ինչ է։ Բացի կտնաս։ Ինչ լավ բան է։ Մեկը դու ինձ, հələ մեկը դու։ Պատրաստ ես, Ռաֆ։ Մի արա։ Այ! Անհամ ես, էլի սպասել իրար հետ կանեինք։ 3, 2, 1։ Զեծ։ Օրա ես ինչ կայֆ էր։ Ժամանակն է տատիկիս ու պապիկիս կանչելու, ես պատկերացնում եմ ինչ ուժեղ է լինելու իրանց ռեակցիան։ Իրենք էլ չգիտեն թե ինչ է կատարվում ստուդիայում։ Տաճան, ոնց ես։ Բարև Կարո ջան, լավ, ոնց ես։ Լավ, Տաճան, ինչ եք անում։ Տուն չենք, հիմա գալիս ենք տուն, ուզում եք գայիր։ Չէ, ուզում եի դուք գայիք ստուդիա։ A few moments later. Ողջույն։ Բարի գալուստ իմ աշխարհ եկեք։ Հա, մտեք, լողացեք։ Հիմա ինչ անենք, թռնենք։ Թռի, այո։ Ոնց է։ Շատ լավ։ Տատ, որա տատին ուրա։ Ոայ, էսա։ Լավ ես Տաճան։ Ուտեր, բայց հոտ է գալիս։ Բա կուկուրուզիս է սարքած։ Ուտելու չէ։ Չէ, բա անցած անգամ մոռացար դրեցի բերանդ, ասեցի ուտելու չի։ Ահա, ճիշտ ես։ Այդ նույն բաներից է։ Էս ինչ ո՞ր։ Չէ, մի քիչ բան է։ Նայ, պապի սենց հելնում եմ վերև, ձիվանի վրա, 3, 2, 1։ Զգույշ, բամասի տու ձերը, տու։ Չէ, պետք չի ձեր չեմ անում։ Զգույշ, պապի։ Զգույշ, արմուկով։ Զգույշ, պապի։ Լավ է։ Շատ լավ է։ Պապասի օգնեմ, տամ մի վարկյան զգույշ տու։ Զգույշ, պապի վրա չթրնի։ Բոքսավատ է բանում։ 3, 2, 1, դավայ։ Զգույշ։ Հենց իմանանք բասեին է ես։ Էսի կրոլ է, օպա։ Պապին իրանց գումա ինչպես բասեինում։ Պապի, Մաջան։ ինչ ես ուզում փոխանցես հետևորդներիս։ Մի երկու բառ։ Ճիշտ ասած ես ուզում եմ ինչ փոխանցեմ։ Հետևորդները թող հետևեն քո վիդեոներին, Այո, որ շուտով հասնես 1 միլիոն բաժանորդ։ դզեց։ Լսեցիք պապի խոսքը։ Իր անունն են իմ վրա դրել, պապիս անունն էլ է Կարո։ Նայես որ Կարո պապի ասածը օրենքա գնացեք հենց հիմա բաժանորդագրվեք ալիքին, որպեսզի շուտ հասնենք 1 միլիոն ինչպես պապին Ինչ ասեց։ թվում է այս տարի կհասնենք այդ թվին։ Ինձ էլ է թվում, ես վստահ եմ, որ այս տարի հասնելու ենք։ Мне так кажется, я так думаю։ Мне тоже так кажется։ Հուսով եմ վայելել ես վիդեոն սկզբից մինչև վերջ։ Մեզ մեկնաբանությունների բաժնում մաղթեք համբերություն այս ամեն ինչը հավաքելուց։ Ես լուրջ չգիտեմ ոնց ենք հավաքելու այս խառնաշփոթը։ Դե ինչ կհանդիպենք հաջորդ շաբաթ օրը։ Ցտեսություն։